Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1215-րդ օրն է։ Կիրակի օրը որոշեցի համառոտ ներկայացնել ամենաարդիական նորությունները, գիտեմ, որ այսօր ձեր ուշադրությունը շեղողները շատ կլինեն։ Անշուշտ մեր տելեգրամյան ալիքին հետևողները արդեն տեսել են Ամերիկայի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների կադրերը։ Ես ճիշտ ասած զարմացա որոշ հայ օգտատերերի մեկնաբանություններից, պարզվում է, որ քաղաքականությունից հեռու մարդիկ սկսել են համեմատել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ուղղված չհրահրված ագրեսիան Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված հարձակումների հետ։ Ես հասկանում եմ ճառագայթման եւ այլ ռիսկերի վերաբերյալ մտահոգությունը։ Ես ինքս հայ եմ եւ ծնունդով Հայաստանից, եւ իմ հայրենիքի ճակատագիրը ինձ համար շատ կարեւոր է, բայց խառնել թացը չորի հետ չի կարելի եւ ընդհանրապես հային վայել չէ։ Հայ ժողովուրդը մտածող ժողովուրդ է։ Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր իմաստությամբ, հատկապես դժվարին իրավիճակներում։ Այն ժամանակ, երբ ողջ արևմուտքը, որտեղ իմ կարծիքով հենց Հայաստանի անվտանգությունն է, Իրանի ռեժիմը համարում է ահաբեկչական վտանգավոր հարևան երկրների եւ տարածաշրջանի համար, մեր որոշ հայրենակիցներ սկսեցին ամեն ինչ խառնել իրար եւ պաշտպանել Իրանի ռեժիմը։ Անձնական նախասիրությունները ամեն մեկի գործն է, բայց հայկական ազգանուններով սոցցանցերի ցանկացած գրառում թշնամու հատուկ ծառայությունները օգտագործում են մեր բոլորի դեմ, մեր հայրենիքի դեմ, եւ ոչ ոք իրավունք չունի իմ կարծիքով իր անձնական նախասիրությունները անել այնպիսի քայլեր, որպիսի իր անձնական նախասիրությունները ազդեն Հայաստանի վրա։ Դա անպատասխանատվություն է։ Հիմա մեզ բոլորիս պետք է միանալ եւ մտածել Հայաստանի համար։ Ժամը օրհասական է։ Այնպես որ կոչս խնդրանքս հանդարտվելն է որոշ էմոցիոնալ մարդկանց, առավել եւս որ խոսքերով ու սոցցանցերում ցասումով այդ մարդիկ ոչ մի բանի վրա չեն ազդում, իսկ Ուկրաինան կամ Իսրայելը ատողները ոչինչ չեն կարող փոխել ոչ Ուկրաինայի, ոչ էլ Իսրայելի համար։ Սովորաբար սոցցանցերի մեկնաբանները իրենք իրենց կյանքը նորմալ չեն տիրապետում, էլ որ մնաց աշխարհի վրա ազդեն, հա։ Ամենազգացմունքայիններին ասեմ, որ չի կարել իրավիճակին մոտենալ կեսից, Իրանը տասնամյակներ շարունակ ահաբեկիչների օգնությամբ պարզապես խանգարել է Իսրայելի ժողովրդի ապրելուն իր երկրում, եւ Իսրայելի պատասխանը միայն արդարացի հատուցում է իրենց կարծիքով։ Մենք կարող ենք մեթոդները քննարկել, բայց դա իրենց իրավունքն է ունենալ իրենց կարծիքը, եւ քանի որ դա մեր տարածաշրջանում է, մենք էլ պետք է ունենանք համբերություն իմանալու բոլորի կարծիքը։ Այն մարդկանց համար, ովքեր չեն հասկանում, մի քիչ ավելի բարձրաբանա, երբ մեր ցավը աշխարհին ներկայացնում ենք, պետք է փորձենք հասկանալ դիմացինի ցավը, դիմացինի էմոցիաները, այլապես սառը պատի ենք բախվելու։ Իսկ մեր ժողովուրդը առանց էլ ունի շատ բարդ պատմություն, շատ դժվար կյանք։ Պետք չէ ավելացնել դժվարություններ Հայաստանի համար։ Ոչ ոքի էմոցիան հայ ժողովրդի շահից վեր չէ։ Հիմա դրա ժամանակը չէ, եկեք մի կողմ դնենք այդ էմոցիաները, դատարկ խոսակցությունները կարող են միայն վնասել, արդեն ասացի, ոչ թե օգնել։ Իրանի միջուկային օբյեկտից ծխի ամպ է բարձանում, ինչը շատ անհանգստացնող է։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ համապատասխան ուժերը վերահսկեն Հայաստանում ճառագայթային ֆոնը։ Եթե կան մարդիկ, ովքեր կարող են օգնել համապատասխան ուժերին, ավելի լավ, սա բոլորիս գործն է։ Բանակը պետք է բերվի մարտական պատրաստության, լուսահոգի հայրս կարևորում էր ասացվածքը՝ դուռը փակ պահի, հարևանին գողմի ասա։ Մեր բանակը պետք է հսկի սահմանները, որպիսի ոսոխը չառիթավորվի։ Իսկ Հայաստանի արտգործ նախարարությունը պետք է ցուցաբերի հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Հիմա մենք հայերս պետք է մտահոգված լինենք, որ հակամարտությունը ավելի չսրվի եւ չերկարանա։ Եթե ձգձգվեց, ապա Իրանում կարող են իրականացվել Հայաստանի համար վտանգավոր գործընթացներ։ Իսկ դա արդեն ոչ բարով արևելյան հարևանի երազանքն է։ Հայաստանի համար ամենալավ ելքը այս վիճակից արագ Իրանի կառավարող ռեժիմի փոփոխությունն է։ Եթե դա արագ հաջողվեց, ապա Հայաստանը նույնիսկ կարող է ավելի շահեկան վիճակում հայտնվել, քան կար։ Բայց սա պարապ նստելով չի լինելու, պարզապես դիվանից մեկնաբանություններ գրելով։ Իշխանությունները պետք է ակտիվ աշխատեն։ Չէի ուզենա շատ այս թեմային անդրադառնալ, կարծում եմ այսօր շատերը կքննարկեն Իրանի թեման, իսկ ես Ուկրաինայից հայ եմ, եւ իմ երկիրը պայքարում է Ռուսաստանի չհրահրված ագրեսիայի դեմ, եւ արդեն 1 տարուց ավել է նաեւ ուկրաինական դրոններն են ակտիվ ռուսական տարածքում հարվածներ հասցնում, եւ դա ագրեսիա չէ, այլ հարկադրված պաշտպանություն։ Ավելացնեմ, որ իրավիճակը բարդացնում են Թրամփի եւ Պուտինի, չգիտեմ, սիրավեպ ասեմ, հարաբերություններ ասեմ, շատ մոտ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են իրոք ավելի վատ թարացնել իրավիճակը, բայց եկեք այդ մասին հետո խոսենք։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ-ն իր տնօրենների խորհրդի
Մարտի արտակարգ նիստ է հրավիրել Իրանի վրա Ամերիկայի կողմից իրականացված հարվածից հետո։ Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Շատ ուշադիր պետք է լինենք, հատկապես ռադիացիայի մասով։ Իդեպ տեղեկություններ կան, որ Իրանի գերագույն առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին լրջորեն վախենում է իր կյանքի համար Իսրայելի ռազմական գործողության ֆոնին, որի ղեկավարությունը չի թաքցնում, որ այն ուղղված է իրանական քաղաքական ռեժիմը փոխելուն նաև։ Այաթոլլա Ալի Խամենեին նախապես նշել է 3 թեկնածուների, որոնք կկարողանան անմիջապես ստանձնել երկրի ղեկավարությունը իր մահվան դեպքում եւ թաքնվել է բունկերում։ Անցնենք ռազմական նորություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հունիսի 20-ին Ռուսաստանի կողմից իրականացված հերթական օդային հարձակման ժամանակ Ուկրաինայի հողուժերը կարողացել են արդյունավետորեն հետ մղել հարձակումը, ոչնչացնելով թշնամու տասնյակ անօդաչու թռչող սարքեր, օգտագործելով նոր մեթոդ խափանող դրոններ։ Նախագահի խոսքով Ուկրաինայում արդեն իսկ գործում են 4 ընկերություններ, որոնք մշակում են եւ արտադրում են նման խափանող դրոններ, դրոն պերեխվատչիկ, եւ դրանցից 2-ը ցուցադրում են հատկապես տպավորիչ հաջողություններ։ Սա վկայում է ներքին ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին, չնայած ռազմական ճնշմանը եւ թշնամու կողմից ենթակառուցվածքները ոչնչացնելու համակարգված փորձերին։ Զելենսկին նաեւ հայտնել է, որ ուկրաինական կողմը արդեն համաձայնություններ է ձեռք բերել օտարերկրյա դաշնակիցների հետ, որոնք պատրաստ են ֆինանսավորել այս ոլորտի զարգացումը։ Մասնավորապես խոսքը Գերմանիայի եւ Կանադայի մասին է։ Զելենսկու խոսքով օգնության չափը կլինի նույնիսկ ավելի մեծ, քան Կիևը սկզբում սպասում էր։ Այժմ առաջնահերթ խնդիր է կոնվեյերային արտադրության հիմնումը։ Բացի խափանող դրոններից, իդեպ արհեստական բանականությունը եւս մեկ թարգմանություն է տալիս դրոն պերեխվատչիկին կալանիչ բառն է առաջարկում։ Ճիշտ ասած, երբեք չեմ լսել, եթե մեր լսարանում կան մարդիկ, ովքեր գիտեն ինչպես ավելի ճիշտ հայերեն թարգմանել դրոն պերեխվատչիկ բառը, խնդրում եմ մեկնաբանություններում գրել, թե չէ կալանիչ երբեք չեմ լսել, շատ անսովոր է։ Ուկրաինան շարունակում է ակտիվորեն ավելացնել այլ տեսակի զենքերի գնումը։ 24 թվականին ռեկորդային ծավալների պայմանագրեր են կնքվել ինչպես հրետանային համակարգերի, այնպես էլ անօդաչու թռչող սարքերի, թե հեռահարների եւ թե մարտավարականների մասով։ Աճում են ինչպես հրետանային համակարգերի, այնպես էլ անօդաչու սարքերի գնումները։ Նախագահը ընդգծել է, որ Ուկրաինան ամեն ինչ անում է իր պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար եւ դաշնակիցները կարեւոր դեր են խաղում այս գործընթացում։ Հիմա կարդում եմ այս լուրերը եւ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ Հայաստանը դեռևս չի հաստատել դրոնների զանգվածային արտադրությունը, մինչդեռ իրենց անվտանգությամբ իրոք մտահոգվող երկրները արդեն շարժվում են դեպի խափանիչ դրոնների արտադրություն։ Ես կցանկանայի, որ Հայաստանի իշխանությունները վերջապես զբաղվեին այս ոլորտով։ Սա աքսիոմա է։ Առանց ավիացիայի եւ անօդաչու ծրագրերի մնացած զենքի գնումները պարզապես փողը ջուրը թափելն է, իսկ փողը հարկատուների գումարն է։ Կրկնվեմ, աքսիոմա է, եթե դու չունես պաշտպանված երկինք, ապա գնված բոլորը, նույնիսկ ամենալավ ցամաքային զենքերը, պարզապես հեշտ թիրախ են թշնամու համար։ Եկեք ավելի մոտենանք ռազմաճակատին։ Կրեմլի բռնապետի խոսքերը ռուս զինվորների ոտքերի մասին դաժան կատակ դարձան նրա բանակի համար եւ վերջին 2 օրերին օկուպացիոն բանակի զինվորները ստիպված էին հատկապես ինտենսիվորեն կորցնել իրենց ոտքերն ու կյանքը, կատարելով հանցավոր հրամաններ։ Մեր տելեգրամյան ալիքի բաժանորդները հավանաբար արդեն տեսել են ռազմաճակատի տարբեր հատվածներում ռուսական զորքերի ջախջախման բազմաթիվ հաճելի կադրեր։ Գեներալ Սիրսկին մանրամասներ է պատմել Կուրսկի մարզում տիրող իրավիճակի մասին։ Ռուսաստանի Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանում ուկրաինական ուժերը դիմակայում են թշնամու 10,000 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանմանը եւ վերահսկում են մոտ 90 քառակուսի կիլոմետր տարածք, ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Նրա խոսքով 25 թվականի ապրիլին ռուսական ստորաբաժանումներին մոտ 60,000 մարդու հանձնարարվել էր տեղափոխվել մարտական գործողությունների նոր գոտիներ եւ համալրել ռուսական բանակի հարձակողական խմբավորումները Պոկրովսկի, Տորեցկի, Լիմանի, Զապորոժիեի եւ Խերսոնի ուղղություններում եւ դրանով իսկ արագացնել թշնամու հարձակման տեմպը։ Սակայն Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի Գլուշկովի շրջանում ուկրաինական ակտիվ գործողությունները խափանեցին այդ ծրագիրը։ Արդյունքում այդ ստորաբաժանումները չվերաբաշխվեցին դեպի այլ ուղղություններ Ուկրաինայի տարածքում, նշել է Սիրսկին։ Մասնավորապես ռուսական բրիգադներից մեկը, որն արդեն շարժվում էր Պոկրովսկի ուղղությամբ, վերադարձվել է Կուրսկի ուղղություն։ Ինչ վերաբերում է Սումիի մարզին, Սիրսկու խոսքով թշնամին այստեղ հարձակողական գործողություններ էր փորձում իրականացնել, որոնք
որոնք ներկայումս կասեցվել են Կանդրատևկայի, Անդրեևկայի, Յաբլունովկայի եւ Յունակվայի գծի երկայնքով, այս գիծը հասնում է պետական սահմանի եւ մասամբ անցնում է Ռուսաստանի Դաշնության տարածք։ Մեջբերեմ իրավիճակը կայունացվել է, այս ընթացքում ուկրաինական զորքը վերագրավել է եւ վերահսկողության տակ է վերադարձրել Անդրեևկան, իսկ Յունակվկայում մեկ շաբաթվա ընթացքում առաջ ենք շարժվել 200-ից մինչև 700 մետր, ասել է Սիրսկին։ Գեներալը հավելել է, որ ուկրաինական բանակը համատեղում է պաշտպանական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով ակտիվ հարձակողական գործողությունների վրա, այդ նպատակով ստեղծվում եւ ընդլայնվում է գրոհային ստորաբաժանումներ, ասել է գեներալը։ Մեջբերեմ մենք չենք պատրաստվում նստել խորը պաշտպանության մեջ, ընդգծել է նա, նշելով ակտիվ հակահարձակողական գործողությունների համար մարդունակ ռեզերվներ ստեղծելու կարևորությունը։ Ուկրաինական ուժերը ոչնչացրել են ռազմաճակատ վառելիք տեղափոխող գնացքը Զապորոժիեի մարզում, օկուպացված մասում։ Ուկրաինական հետախուզությունը հաստատել է ռուսական բանակի վառելիքի երկաթուղային գնացքի ոչնչացումը 25 թվականի հունիսի 22-ին Զապորոժիեի մարզի ժամանակավորապես օկուպացված տարածքում։ Գործողությունը իրականացվել է Լիվադնայի եւ Մոլչանսկի բնակավայրերի միջև գտնվող երկաթուղային հատվածում։ Բացի գնացքից ոչնչացվել է երկաթգիծը, որի վերականգնումը կարող է տևել 2 շաբաթից 1 ամիս, սա վառելիքի սով կառաջացնի ռուսական բանակի համար այդ հատվածում։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում 12 ուղղություններով տեղի է ունեցել 171 մարտական բախում։ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են 1100 զավթիչի, որի արդյունքում ռուսական կորուստների ընդհանուր թիվը լայնածավալ պատերազմի սկզբից ըստ Ուկրաինայի գենշտաբի տվյալների հասել է 1,11,490-ի։ Վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է նաև թշնամու 331 միավոր տեխնիկա եւ զինամթերք։ Ինչպես գիտեք, ուկրաինական ուժերը շարունակում են խոցել օկուպացված տարածքներում ռուսական կարևոր օբյեկտները, բայց ոչ միայն օկուպացված տարածքներում, նաև հենց Ռուսաստանի տարածքում։ Բոլոր կարևոր կադրերը կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Չի ուզենա շատ երկարացնել եթերը, կիրակի է եւ լրատվական առումով շատ ծանրաբեռնված։ Առայժմ այսքանը, կհանդիպենք վաղը, ամենայն բարիք, ամուր եղեք, թշնամու սրտով չի լինելու։